Մոտ օրերս է պատրաստվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դադի տալ։ Ուրեմն անկախությունից հետո նմանատիպ քաղաքապետ չի եղել այս երկրում, որ կառավարությանը դադի տա, որ 85 միլիարդ դրամ Գյումրի քաղաքից տանում են հանրապետական բյուջե, հետ են վերադարձնում 4 միլիարդը։ Իրենք պիտի Գյումրի քաղաքին տան 27 միլիարդ դրամ, 27 միլիարդ մինչև 30 միլիարդ, մեր գումարները իրենք չեն տալիս, հասկանալի է, այդ գումարների համար պետք է ես դադի տամ, երկրորդ, պետք է դադի տամ, որ քաղաքի հատակագիծը, պատկերացրեք, հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է, եթե քաղաքի հատակագիծը կա, դուք ինչ որոշումներ եք կայացրել, չեն թողնում, որ փոքր և միջին բիզնեսը զարգանա երկրում, մեծ գործարաններ չեն կառուցում։ Փոքր և միջին բիզնեսը, ով է տեսե պետությունը, չթողնի, որ մարդիկ երկիրը զարգանա, մարդիկ կարողանան բնակարաններ կառուցեն, շենք շինություններ կառուցեն, այդպիսի երկիր որտեղ եք տեսել, այսինքն մեր պետությունը բռնանում է երկրի բնականոն զարգացմանը։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում, միայն թուրքական պատվեր կարող է սա լինի։ Ես մեռա բացատրելով, մեռա ներկայացնելով, ազգային ժողովում 1000 անգամ ասել եմ, հիմա 1000 անգամ ասում եմ, վերանայեք ձեր որոշումները, եթե թուրիմացությունը, եթե դուք եք տեսել եք, որ այդպիսին է Սերժ Սարգսյանի կողմից, դե դուք փոխեք, ինչի չեք փոխում։ Ինչեք թե այսպիսի ընտրություններ կազմակերպում, որ քաղաքապետին պետք է ընտրի ավականի։ Ինչեք այդպես էր, ինչի եք դարձրել, որ երկիրը անպայման կուսակցական պետք է լինի, ազատ մարդիկ թող տնեն, եթե մարդը կարող է անհատ լինելու բոլոր կուսակցություններին հաղթել, ինչի համար չեք փոխում ազգային ժողովում է ձեր որոշումները, Գյումրի քաղաքի ընտրությունները եւ երկրի այդ ընտրությունները։ Քուանշով են Բալասանյան Սամվելը դարձավ քաղաքապետ, այդպիսի բանով է տեսել, այսինքն նույնն եք նախորդների նույնն եք, նույնը կատարում եք, համատեղ իրար հետ այս ամեն ինչը կազմակերպում եք, երկրի քաշող ուժը վերացնում եք, որպեսզի ստրուկները մնան մեկ է դուք։ Եվ ամբողջությամբ դարձրել եք ձեր սեփականությունը, հարստությունը ձեր ձեռքին է, ամեն ինչը ձեր ձեռքին է, պաշտպանում եք նրանց հասկացար, նրանք է ձեզ պաս են տալիս, բան ես կոմենկոմ իրար հետ լավ աշխատում եք, բայց արդեն շաբիկները պատրվել է ձեր, բոլորը ճանաչում են ովքեր եք, ինչ եք, ոնց եք անում, որտեղից եք եկել ու ումից եք թելադրվում, որ երկրի կողմից։ Եթե դուք չեք ուզում, որ երկիրը միություն կազմի, Ռուսաստանը մեզ պաշտպանի, ուրիշ եվրոպական մի հատ երկիր կա, որ ասում մենք գալիս ենք, ձեզ պաշտպանում ենք, բարձրաձայնեն ու ասեն, օրինակ Ֆրանսիան, Ամերիկան, ասեն թե մենք ձեզ պաշտպանում ենք, պաշտոնապես ասում ենք, մենք այստեղ բազա գտնենք, մենք այստեղ զորք գտնենք, հələ մի հատ երկրի անուն տվեք, որ կան պաշտպանենք։ Իսկ Ռուսն ասում է, արեք մտեք այդ միության մեջ ատոմային երկիր կսարքեմ ձեզ։ Մենք հոգեկան դիվան չենք, այդ ով է իր անկախության մասին բան խոսում, ով է իր երկրի մասին, պետականության մասին բան խոսում, մեկը պետականության համար բան խոսա առաջին թշնամի, ողերիմ թշնամիս կդառնա, անձնական թշնամի կդառնա, այս Շիրինյան, Միրինյան այդ դրա մակարդակը ընկել է, փողերն առել են սրանից, դրանից հասկացալ են ջետկիրներին գցել են ժողովրդի ջանին հասկացալ ամեն մեկը մեկ կողմից խապում են ժողովուրդ, հերիք չէ խապեք ժողովրդին ձեր քանի կոպեկների համար։ Պարոն Ղուկասյան, էլի դիմադիրներ կան։ Ասեցիք, ինչ սցենար եք, օրինակ դուք կանխատեսում, ինչ պիտի անեն ձեզ, որ պաշտոնական։ Ես կոֆե նայող չեմ, բաժակ նայող չեմ։ Գաբրենք կտեսնենք, ուրեմն մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Մեր մոտ վախ հասկացողությունը վերացած է, մենք վախենում ենք բարձրյալ Աստծուց։ Բայց դուք այդպես եկել ենք, այդպես է կմահանանք։ Դուխը ոչ թե մենք դուխով ենք, մարդու հետ պետք է ծնվի այդ դուխը։ Ողորմածիկ մերս ասում էր, որ թուրը կողես բերանը չի վախենա։ Հանգիստ եղեք։ Այսպես բաները մենք տեսել ենք, անցել ենք։ Ձեր անվտանգությունը ավելացրել եք, պարոն Ղուկասյան, թե չէ։ Իմ անվտանգությունը սի վերուստ է պաշտպանվում, հանգիստ եղեք։ Մահափորձ 2007 թվականի եթե մահափորձը բացահայտվեր, սա չէր լինի։ Մեր 2007 թվականի մահափորձը 4 սարի պես տղեն մահացավ, ես եփող քաղաքապետը խփվեցինք, մենք է պետք է մահանայինք։ Այդքան մարդը մահացան, գործերը չի բացահայտված։ Եթե քաղաքական պատվեր չէր, ո՞ն այդ մենք ինչ էինք արել այդքան մարդուն տնային խփեին սպանել։ Միայն քաղաքական պատվեր։ Միայն, ինչի մենակ մերն է։ Ինչի մենակ մերն է քաղաքական պատվեր։
Էս ինչքան քաղաքական այսպես պատվերներ կա, որ գործն է բացահայտված։ Մի խոսքով, սրանք գիտեն, սրանք գլխները մտցրել են ավազի մեջ, հետևները տնկել են։ Այսինքն կենգուրուն պես է, չէ՞։ Կենգուրուի բնավորությունն են ձեռքերը գիտեն, դե մենք չենք տեսնի ժողովուրդը հեչ բան չգիտի։ Լավ գիտենք, ճանաչում ենք, անձամբ ճանաչում ենք ձեզ, ձեր թիմը, ձեր դրսից կառավարվել է ամեն ինչի, ձեր շաբիկը պատրված է։ Հիշեք, ժողովուրդ ջան, պատրաստվեք, ելեք պաշտպանեք ձեր հող հայրենին։ Դիմացի 26-ին, եթե սրանք ընդրվեցին, ինձպես տղեկը այս քաղաքում էլ անելու բան չունեն այս երկրում, հաջողություն ստեսություն։ Մեզ պես տղեկը դուրս են գալիս։ Էլի դիմադիր Բարձրաձայն ասում եմ։ Համայնքի ղեկավարներ կան, պարոն Ղուկասյան, ինչու է հենց սևեռված ուշադրությունը հենց ձեր վրա։ Դե որովհետև իմ պահվածքս տեսնում ես, էլի ես ոնց եմ պահում, ոնց եմ խոսում։ Հեչ տեսել եք, որ այդպես նախկին քաղաքապետերից, բան այդպես ելին, բան խոսան դնեն, հեչ տեսել եք, քանի հոգու եք տեսել, մի քանի հոգու անուն տվեք լնա։ Մենք էլ այսպեսին ենք։ Ով պատվականը անարգից զատե, իմ բերանը կլինի, ասում է Սուրբ Գիրքը, պատվականը անարգից զատե, շատ լավ խոսքեր են։ Պարոն Ղուկասյան, դուք իշխանական մարզպետի հետ ինչպես եք աշխատում, համագործակցությունը։ Այմաստ իշխանական մարզպետը կրագն է ինգե իմ ձերքս ու իրանց կուսակցության ձերքը։ Ինքը շնորհքով շահել տղա էլի բան եկել է, ինքը տեսել է իմ, ես իրանց համար լեգենդ եմ։ Ինքն է սանձարցակ չէ են Տոտոշի պես։ Հասկանում ես, այդ Տոտոշը կրագն է ինքը, ինքը խաբար չէ որ կրագն է ինքը։ Ես դրան մեղքում եմ ուղղակի, ես դրան մեղքում եմ այդ Սարիկ Մինասյանի հետ եք։ Հա ինչ եղե Սարիկ Մինասյանն էլ տղա է շնորհքով տղեկ են, բան ինչ է, թող աշխատի, նորմալ է աշխատում է։ Գիտեք ինչ կա։ Այն մարդում մենք թուրք ու բան չենք։ Կուսակցությունը ինքը ԿՊ-ը մենք էլ բանա անկախ ազատ մարդիկ ենք, քաղաքի հարաբերություններ կա, մեծ ու պզդիկ հարաբերություններ կա, քաղաքում ապրող կա, տնող կա, վերցնող կա, վերջերս քաղաքում հայկական բան կա, մենտալիտետ կա, հայկական աբիճաներ կա, սրանք խում չեն կարող դրանցից անցնեն վերջը։ Վերջը սրանք աչքերը բացել չեն տեսել, ինձ տեսել են որպես այս քաղաքի փեղամբար։ Հաղամբարներից մեկը, խում դրան չափը չեն կարող անցնի։ Վերջը պիտի չափի մեջ մնան դրան, չհասկացա, հետո առիթ պետք է լինի։ Այս ամբողջ քաղաքը կառուցող մարդուն ելեն, դա ով է որ ելի բան ասի։ Այս ամբողջ քաղաքը այրունովս է սարկված այս քաղաքը, այրունովս։ Դուք հասկանում եք։ Հələ դեմերը այս շենքը որ տեսնում եք այդ քաղաքապետարան, այդ ամենափրկիչ եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, մանկավարժական ինստիտուտ, 17000 բնակարան, ամբողջ թանգարաններն ու սպորտ դպրոցը, այս չհասկացանք, այս մարդուն կարող են մի քանի թափտպուկ ելնի բան խազեն։ Իրենց ով պետք է չափի մեջ պահի, պարոն Ղուկասյան։ Պատրաստվում եք։ Աղջիկան, հիմա ձեր նպատակը ինձ կրվեցնելն է, ինչ որ ինձ վարշկապեկ են, ես լուրջ բան եմ խոսում եմ, ով պետք է չափի մեջ պահի բան, այդ ինչ խոսքեր է, մեկ քիչ ավելի լուրջ բաներ ասեք, լուրջ բան։ Իրենք ամեն ինչ հայտարարում են։ Լուրջ բան, դե իրանց հիմա եթե մեկը եթե չափից դուրս է գալիս, եթե մեկը չափից դուրս է գալիս, այրում է բոլոր ուրեմն կամուրջները եւ օրմածիկերս ասում է լրամկա չի թողնում, դա մեղք է։ Դա մեղք է։ Եթե մեկը չի հասկանում որ ձերը տանում է ֆուգանի բերանը ձերքը ինչ կերնի, կամ մտցնում է 360 վոլտի մեջ, ինքը չի հասկանում որ դիք չի կարելի։ Եթե ինքը կան բանը չի հասկանում, կարելի է մարդուն մեղք կա։ Պետք է բան։ Պարոն Ղուկասյան եւ Սրբազանի վճռը։ Հետո մեկը չի հասկանում որ շատ ուդելը լավ բան չէ, գլուխը կուռի։ Դուք չեք տեսնում օրորի ուռում են դրան։ Շատ են ուդում, տեսել են, չեն տեսել, հիմա տեսել են, այսևի ընկել են ու ծամում են։ Տիգրան Կարապետևիչը մեկին լավ էր ասում, չէ՞, որ գանդուրրաս գնացել ես, հիմա դրանք պետք է գանդուրրաս գնան։ Մեկը վարկուտա, գնան կան տեսնենք հələ ինչ ծերի կպայեն իրանց։ Սրբազանի որոշման հետ կապված, հա։ Ազատություն Սրբազանին, Սրբազանը աբաշխարում է։ Հիմա լսեք, Պողոս Առաքյալը 8 անգամ բանտարկվեց։ Պողոս Առաքյալը։ Եվ որ աշտարը չքարկոծվեց, որ տիրոջ ծառայողը, որ ճշմարտության ջադագովը չքարկոծվեց, այո ասում եմ, եթե իմս եք, այս աշխարհը ձերը չի։ Ես պատրաստ եմ ամ։ Հիմա ինչքան մեզ քարկոծեն, այնքան մենք կավելանանք տիրոջ մոտ։ Եվ իրանք մեղք են։ Օրինակ ես հիմա իրենց ցանկանում եմ իմացություն, որ իրանք իմացություն ձեռք բերեն ավելի շատ։
մեզ մոռանան, որ Աստծո պատիժին չարժանանան։ Ահա։ Այ ես հեգնանքով չեմ ասում, հավատացեք Խաչն ու Ավետարանը վրա, բայց երկիր հանձնողներին ինչ որ լուրջ դատաստան է։ Պարոն Ղուկասյան, Լուրջ դատաստան է սպասվում։ Աստծո դատաստանին պատրաստ են։ ներքին հարցումներ կամ այդպես գյումրեցիների տրամադրությունը ստուգելու ինչ որ միջոցներ արել հասկանալու Մի բան ասեմ ձեզ, ուրեմն մենք չէինք պատկերացնում, որ սրանք այսքան փող կբաժանեն։ Ես չէի հավատում, ես հավատում էի իր դեմոկրատ պահվածքին, բան, դեմոկրատիա, չգիտեմ ինչ է բան էսկոմ են, ես չէի պատկերացնում, որ այսքան փող կբաժանեն, այսքան կերձիկ կանեն, ու ավելի սարսափելի կլինեն, քան ասենք շատ նախկիններից եւ բաներից։ Մենք դրան չէինք սպասում, բայց եթե հիմա դիմացանդրություն լինի, այս կանիդ մեջ խոսք եմ տալիս։ Կրկնակի անգամ խայտարակվելու են, կրկնակի երակի անգամ, այդքան բան, ուրիշ բան չունեմ ասելու։ Կաբրենք կտեսնենք։ Այսինքն ինչ դրամատիկ։ Կաբրենք կտեսնենք, անեսքան բան եմ ասում։ Կաբրենք Քանի որ կտեսնենք։ վերջինը հայտարարություն էր ոնց որ հա հանցագործության մասին կա փաստեր ձեր մոտ եւ այսինքն սպասում եք կա ժամանակ այդ փաստերը ներկայացնենք փող բաժանելու մասին է խոսքը որովհետեւ Դուք բոլորը ամբողջ քաղաքի հասարակության կարծիքը ամբողջ քաղաքը դա է ասում։ Ինչի ով չգիտի, ամբողջ ռեսպուբլիկան է դա ասում, միայն գյումրեցիք են ասում։ Տեսանք ինչ արեցին։ Գնացիք տենկան փաստեր կա նկարած, որ ասենք կողքի խանութից փողը տալիս էին, մտցնում էին ընտրության, գնում էին բաներով դուրս էին գալիս 60,000 դրամի աբրանք էին տանում, յաշիկներ, շեմ ով չտեսավ։ Մենք չէինք հավատում, բայց տեսանք այդ ամենը։ Այսինքն վարչապետի ասած, այսպես ասած, կարող ենք համարել, որ ինչ որ գործընթացի մեկնարկ է տրվելու։ Մի բան ասեմ, ինչ ուզում է անեն, կոնկրետ ինչ ուզում է անեն, մենք պատրաստ ենք, ամեն ինչի պատրաստ ենք, վախեցող չկա, ընկճվող չկա, միայն առաջ Հայաստան, լավ է լինելու, հայերը տիրելու են իրանց հողերին, թուրքերի մտածած ցանկությունը չի լինելու, Հայաստանը շենանալու է, Թուրքիան բաժանվելու 4 մասի, Ադրբեջանը վերանալու է երկրի երեսից, Աստծո պատիժը թափվելու է դրանց գլխին։ Հանգիստ եղեք, ով համբեր է, նա կեց է, ասում է Սուրբ Գիրքը։ Վերջացա։ Հանգիստ եղեք կտեսնեք ու մենք էլ դա կտեսնենք։ Ժամանակը հասյալ է։ Մենք էլ այդտեղ լուրջ դերակատարություն կունենանք։ Իմ մագարտակով։ Հետո մեկ էլ սրանք բան են անում, ես էլ ասեմ, վերջացնեմ։ Մեկը ասում են վարտանիկը։ Իրանք գիտեն, այս այդ վարտանիկի շատ եմ վատ զգում։ Ես վարտանիկ բարից հեչ վատ չեմ զգում։ Պարոն Ղուկասյան, դուք բացահայտեք ինչու են ձեզ այդպես անվանել ու հիմա դա Որովհետև միշտ մեծերի հետ եմ ընկերություն արել։ Ես ամենափոքրն էի իմ ընկերների մեջ, 10 տարով միշտ փոքր եմ եղել, 10 թվի ընկեր եմ ունեցել, պատկերացրեք, ինձ ասում են վարտանիկը։ Հիմա ես դրանից վատ չեմ զգում, երբ որ Գալստյան Լովան կար, հետո տարավերմեդեի մինիստր։ Գալիս ասում են ինքեր Գալստյան, մի հատ տարիքով մարդ ենք բռնեպան, ինչ որ չգիտեմ ինչ է արել, այնպես հետաքրքիր մարդ է, ասում են եկեք գնանք տեսնենք։ Մեկը գալիս է 85 տարեկան մարդ է եղնում, ասում է հոպար անունդ ինչ է, քսե աշրոդիկ, իա։ Քսե հոպար աշրոդը հասկացանք, իկը որն է։ Քսե ղախպի տղա, դու իկից բան չես հասկնա։ Հիմա ամեն մարդ չէ իկից հասկնա, իկը դա պատիվ է, լավ իմացեք, մենք դրանից ված չենք զգա, դուք էլ իք պիտի լինեիք։ Կարևորը չլինենք աշոտի անուն եղնենք Աշխենուհի, դա չլինենք, իկը դա հարկանք է, հասկանալի է, բանը, չգիտեմ դրանց ատղա են, դա անունեն ինչ է դրանց, կանիք մարդկանց անուններ ոնց, անունեն չգիտեմ դրանց բան, մի խոսքով չեմ ուզում, այսինքն իկը դա է, ասեցի, որ սովորեք, հետո մխի պատմությունը գիտես, եթե ետ էլ պատմեմ, քանի որ Գյումրիում եք բան, մխի պատմությունն է պատմեմ, ուրեմն մի հատ երկիր է եղնում, մի հատ մխ սարկող եղնում, օրական շաբաթը 50 հատ մխ է սարկում, գալիս են թակավորիստը պետք է 500 հատ մխ սարքես, ասում է գիտեք, ես 50 հատից ավելի չեմ կարող, սա հանդանիկս հավաքեմ բան, անջախ շաբաթվա մեջ 55 հատ սարքեմ, քսե չէ, եթե չէ շաբաթ մետո կուկան կտանի քեզի կգախատենք, վերջ ես մարդը, կանչում է աղբերներին, հարազատներին, բոլորին սաղին կանչում է, ասում է թակավորը հրաման է տվել, 500 հատ սարքենք, բայց եկեք օգնենք, վերջը սարքում են 60 հատ ու առավոտ արդեն լույսը պետք է բացվի բան, սաղին մնաց բարով են անում, երեխեքը լաց են եղնում, որ հիմա ձիավորները կգան, այս մխ սարկողին կտանեն։ Մեկ էս ձիավորները, որ գալիս են, կսե հաջողություն ձեզ ձեր ցավը տանեմ, այս մխ սարկողը տանին կաղաղան անեն։ Մեկը այս թակավորի, տեսնում եք թակավորի բան, շտախումն է, մտնում ենք ասեն, մխ ենք ուզում։ Կսե հա պատրաստվում ենք, բայց 5 հատ է ավել ենք սարքի բան։ Չէ, կսե, ուրի մխ է մեզի պետք, կսե ինչ եղեք։
Իսկ թագավորը մեռել է, թագավորի համար դագաղ պետք է սարքենք այդ մխերը։ Հիմա թող շատ չմտածեն։ Կարող է իրանցի շուտ կա, քան մերը, հասկանալի է։ Կյանք այդպես պատմություններ կա։ Եվ վարչապետ դառնալ- Ոնց որողը փոսը կգնի, այդպեսի բաներ։ Եվ վարչապետ դառնալու ձեր հավակնությունները նորից ուժի մեջ են, պարոն Ղուկասյան։ Ուրեմն վարչապետ դառնալու հավակնությունները ես ընդհանրապես պետական պաշտոնյա չեմ ուզում դառնալ։ Ես ավելի անկախ եմ սիրում ու ամեն ինչ։ Եթե Հայաստանը տեսնում եմ, որ թուրքացման են տանում, ես ոչ թե վարչապետ կդառնամ, ես վիկինգ կդառնամ, հասկանալի է։ Միայն դա է ինձ, որ տեղից շարժում է։ Թե չէ ինձ պաշտոն ես չեմ ուզում։ Ես այնքան աշխատել եմ հերիք է։ Ես արդեն 65 տարեկան եմ, ինձ ինչ պետք է որ ես կամ, բայց երբ որ տեսնում եմ, տանում են երկիրը թուրքացման, տանում են երկիրը վիլայետ սարքելու, ամեն ինչ կդառնամ հանուն Հայաստանի Հանրապետության։ Հասկանալի է, եւ պետականությունը պաշտպանելու։